Շնորհակալություն։ Բարի երեկո բոլորին։ Շնորհակալ եմ իհարկե կազմակերպիչներին եւ ձեզ բոլորիդ, որ ուրբաթ երեկո որոշել եք այս հարցերի շուրջ քննարկմանը մասնակցեք։ Ես երկու գլխարկ ունեմ, մեկը ես բանակցող եմ, իսկ երկրորդը վերլուծաբան եմ միջազգային հարաբերությունների եւ հակամարտությունների եւ փորձեմ այդ երկուսն էլ այսօր հակնեմ, տեսնեմ ոնց մենք կարող ենք մոտենալ այս ամենակարևոր հարցին։ Սկսենք աբովո, այսինքն ձվից, աշխարհակարգից, որը այն աշխարհակարգը, որը ստեղծվել էր Յալտա Պոտսդամում 45 թվին, այսօր երևի շատ քչերը կան, որ դեր հավատում են, որ այդ աշխարհակարգը գործում է կամ կա փլուզում ապրում եւ դա ակնհայտ դառավ բոլորի համար երևի նախագահ Թրամփի գործունեություններից, հա։ Ես հիմա այս լսարանի համար պետք չի նաև երևի ես ինչ-որ ցուցակ ներկայացնեմ, թե ինչ է արվել եւ ինչու եմ համարում, որ փլուզում է ապրել այդ համակարգը, բայց մի երկու բան ասեմ, ուրեմն ամենամտահոգիչը 180 օր է տրվել, որպեսզի վերանայվեն բոլոր կոնվենցիաները եւ պայմանագրերը Միացյալ Նահանգների մասնակցությամբ եւ Թրամփի վարչակազմը հետո որոշում կընդունի մնալ թե չմնալ այդ ուրեմն համակարգում։ Բացի դրանից երևի շատերը ծանոթ եք Heritage Foundation-ի նախագիծ 2025-ի հետ, որտեղ եթե հետևելու է Թրամփը եւ անելու է այն ինչ-որ առաջարկում էր, Միացյալ Նահանգները դուրս են գալու նաեւ միջազգային ֆինանսական կառույցներից, համաշխարհային բանկից, միջազգային ֆինանսական IMF-ից եւ այլն։ Էլ չեմ ասում տարիֆային պատերազմը եւ դա ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները եւ նույնիսկ քվեարկությունները մակում, որտեղ Միացյալ Նահանգները Ռուսաստանի, Բելարուսի եւ Հյուսիսային Կորեայի հետ միասին կողմ բանակցում են ինչ-որ բանաձևի դեմ։ Սա ակնհայտ է, բայց շատերը կասեք այսօր է բացահայտվել դա։ Դա այդպես չի, ես որպես բանակցող միշտ մոտենում եմ այս հարցին մեր դպրոցի կարևորագույն մոտեցումը, Հարվարդի բանակցային դպրոցի, դա պատրաստվելն է, եւ երբ որ պատրաստվում ես, դու պետք է խաղը ճիշտ ընթերցես, խաղը ճիշտ կարդաս։ Այսինքն ինչ է տեղի ունենում եւ երբ դա սկսվեց։ Դա այսօր չի սկսվել, եթե մենք նայենք տեսնենք մտավորականները, որոնք այդ հարցերի շուրջ մտածում էին, խոսքի օրինակ Մայքլ Քոքսը Լոնդոնի տնտեսական դպրոցի կամ Գրեմ Էլիսոնը, մեզ ավելի մոտ Քենեդի դպրոցի դասախոսը եւ հիմնադիրը, իրենք խոսում էին համասին, որ այն համակարգը, որը որ ստեղծված է եւ միջազգային հարաբերություններում ճանաչված է իբրև հեգեմոնիկ կայունություն, դրա վերջը արդեն երևում էր։ Քոքսը գրեց 2008 թվին մի գիրք, հետամերիկյան աշխարհամակարգ, եւ գիտեք, Ալիսոնը գրեց 17 թվին, ոնց որ 17 թվին էր, ինչպես խուսափել, արդյոք կարող է Միացյալ Նահանգները, Ամերիկան եւ Չինաստանը կարող են խուսափել Թուտիկիդիսի ուրեմն թակարդից։ Եվ մի մեջբերում եմ ուզում անեմ, սա Քիսինջերն է, 90 տարեկան էր 14 թվին, 2014 թվին դեռ 10 տարի ուներ, շատ հետաքրքիր մի մեջբերում է։ Ուրեմն աշխարհակարգի բացակայությունը կարող է բացահայտել բոլոր տեսակի խաթարող ուժեր։ Հետևաբար մարտահրավերը այն է, որ ստեղծվի մի շրջանակ, որը կարող է տեղավորել աճող տերություններին առանց անկայունացնելու գործող կարգը։ Ուրեմն 14 թվին Սաղրեմից հետո է դեռ պատկերացմամբ հնարավոր է պահել ինչ-որ ձև աշխարհակարգը, բայց այդ շրջանակը չգտնվեց, մենք գիտենք ինչ տեղի ունեցավ։ Հիմա ինչու եմ ես սրա մասին ասում, որովհետև մենք պետք է հասկանանք ինչ մարտահրավերներ է մեզ սպասում, ինչ անորոշություններ կա, որպես բանակցող ես ձեզ կարող եմ ասել, եթե որևէ մեկին հարցնեք եւ ինքը միանշանակ ձեզ ասի, ինչպիսի տեսք է ստանալու աշխարհակարգը
5 կամ 10 տարում, նույնիսկ եթե իր անունը լինի Ջորջ Ֆրիդման, մի հավատացեք։ Դա անհնար է անել։ Ինչն է անհնարավոր։ Ինչ ենք մենք անում որպես բանակցող, ինչ ենք անում։ Մենք մտածում ենք սցենարներով, որովհետև ես ամենամեծ վտանգը, ամենամեծ անորոշությունը, որի հետ աշխատում եմ որպես բանակցող, նաև ճգնաժամային բանակցող, դա նվազեցնելն է ռիսկը, անակնկալ չլինի ինձ համար սեղանին կամ բանակցելիս։ Ուրեմն ինչպիսի սցենարներ են հնարավոր։ Եթե ուրեմն գերտերությունը կամ հեգեմոնը թուլանում է կամ խաղից դուրս է գալիս, մի այլ ուրեմն մասնագետ, որի հետ ես միշտ չի որ համաձայն եմ, Ռոբերտ Կապլանը, նեոկոնսերվատորը, բայց ինքը ճիշտ բան է ասում, դա կարող է բերի քաոսային իրավիճակի, սցենար քաոսային իրավիճակ։ Հնարավոր է, աստեղ կարող եմ ասել, որ հնարավոր է, ինչքանով հավանական է դժվար ասել, եւ պարզավոր կլինի այն, ինչ Թոմաս Հոբսը ժամանակին կոչվում էր բնական իրավիճակ, հա, եւ կյանքը կլինի միայնակ, տհաճ, բրուտալ եւ կարճ, հա, պատերազմներ, ուրեմն հակամարտություններ։ Բայց դա միակ սցենարը չի, իհարկե կա սցենար, որտեղ կլինի մոտեցում, որը ես կոչում եմ բլոկային, հա, բազմաբևեռական ինչ-որ sense համակարգ, պարզավոր դրամասներ տեսականորեն գրել էին դեր 80-ական թվականներին Ռոբերտ Գեհայնը, գրում էր դրա մասին, որ միայն մատակարարողի տեսակետից պետք չի նայել, հա, սրան։ Պետք է հասկանանք, որ երկրները միևնույն ունենալու են իրենց շահերը եւ այդ շահերը բավարարելու համար կազմավորվելու են բլոկերով, տարբեր բլոկեր են լինելու, մրցակցելու են իր հետ այդ բլոկերը եւ այլն։ Դա մենք ինչ-որ չափով արդեն տեսնում ենք, ոնց որ ավելի հավանական սցենար է, եւ կա սցենար, որտեղ պարզավոր մենք ստանալու ենք ինչ-որ նոր այսպես կոչված ազդեցության գոտիներ։ Չգիտեմ, դա ստացվելու է թե չէ, բայց այժմ Վիտկոֆը հենց այս պահին արդեն երևի Մոսկվա է հասնում, այդ խոսակցությունները կան, որ ազդեցության գոտիները ստեղծվելու են, Միացյալ Նահանգներ, գերտերություններ, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան ստեղծելու են այդպիսի գոտիներ։ Կան այլ սցենարներ, բայց ես հիմա չխորանամ, ասեմ, որ ինչու են մեզ համար կարևոր են այս սցենարները։ Բոլոր սցենարները ունեն տարբեր մարտահրավերներ, տարբեր վտանգներ մեզ համար, մեր շահերի համար, բայց ակնհայտ է, որ այդ անորոշությունները կան, եւ մենք պետք է հասկանանք, եթե հայտնվենք որևէ մի սցենարում, եւ ասեմ ձեզ, որ սցենար պլանավորումը շատ բարդ ուրեմն դիսցիպլինա է, ընդհանուր առմամբ ամբողջ ինստիտուտներ են աշխատում ռադարի վրա 7-24 հետևում են ինչն է փոխում այսօր խոսքի օրինակ մեծ փոփոխություն մարտահրավեր Հնդկաստան-Պակիստան պատերազմի շրջանում մի երկու օր առաջ երևի ոչ մեկ չէր մտածում որ դա հնարավոր կլինի այդ փոփոխությունները ուրեմն ստիպում են որ վերլուծաբանները մշտական հետևեն հա որ սցենարի հավանականությունը ավելի դառնում էական որտեղ մենք կարող ենք հայտնվել եւ եթե հայտնվենք դա ինչ է նշանակում դա նշանակում է որ մենք պետք է հասկանանք մենք ինչ համակարգ ենք ստեղծում որպեսզի կարողանանք զսպենք առաջերտին զսպենք Ադրբեջանին եւ Թուրքիային որպեսզի նրանք չփորձեն ուժային ձևով տան լուծում այն հարցերին որոնց մասին իրենք հաճախ խոսում են վերջերս սա է ամենամեծ եւ կարևոր խնդիրը եւ եթե մենք դա հասկանում ենք մենք պետք է մի այլ հարց տանք հիմա որպես բանակցող արդեն ասեմ արդյոք պետք է բանակցել սատանու հետ հենց այդպես է հնչում հարցը տեսական հարցը մասնագետները նաեւ Բոբնուկին է մեզ մոտ գրքեր են գրում դրա մասին հա արդյոք պետք է բանակցել սատանու հետ միանշանակ պատասխան չկա նայած ինչա տեղի ունենում, բայց միանշանակ պետք չի սատանու մայլում քանդերբազություն անել։ Դա միանշանակ։ Բայց հիմա տեսեք, սատանու հետ բանակցել թե չբանակցել, ես հիշում եմ իմ ամենա երևի սիրած ասվածքներից է Քենեդի, եւ որ ասում էր երբեք չվախենանք բանակցել բայց երբեք չգնանք բանակցությունների վախից, դրդված վախով։
գնանք բանակցությունների եւ եթե գնալու ենք ինչպես բանակցել, ինչ ենք մենք բանակցում ընդհանրապես։ Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետեւ ինչպես ասվեց, ինչ է լինի, ինչ որ սցենարում էլ մենք հայտնվենք, ուժային ասիմետրիան լինելու է։ Ես դժվար եմ պատկերացնում, որ մենք մոտակա ժամանակներում կարողանալու ենք այդ ուժային դիսբալանսը հաղթահարել։ Բայց այստեղ կա մի խնդիր, երբ որ մենք խոսում ենք ուժի մասին բանակցություններում, եւ սա շատ կարեւոր է հասկանալ։ Եթե դու քեզ ինքդ ընկալում ես թույլ, դու ոչ թե գնում ես բանակցությունների, դու գնում ես անելու այն, ինչ քեզ պարտադրելու են։ Քեզ հակադրելու են անել այն, ինչ որ դու անելու ես։ Եթե դու ասում ես, որ դու այլ ընտրանք չունես, դու թույլ ես, կամ ներկայացնում ես մի տեսլական, որը որ բանակցային պարտներները տեսնում են որպես հնարավոր լծակ հենց քո դեմ, դու ասում ես, որ քո զարգացումը տնտեսական, խաղաղությունը կախված է իրենցից։ Եթե դա այդպես է, ինչու իրենք չօգտագործեն դա որպես լծակ, որ ավելի մեծ զիջումներ ստանան քեզանից։ Սա շատ բնական է։ Այսինքն ոչ միայն պետք է մենք ճիշտ հասկանանք խաղը, մենք պետք է փորձենք փոխել այդ խաղը։ Եվ եթե կա ուժային դիսբալանս կամ ասիմետրիա, լուրջ բանակցողները միշտ մտածում են ոնց փոխել այդ ասիմետրիան։ Եվ ես ինչքան մտածել եմ այս հարցի շուրջ, մեր միակ ձևը այս ասիմետրիան փոխելը դա մեր ուժն է, որը մենք չենք օգտագործում այս պահին, որովհետև պարակված ենք, դա մարդկային կապիտալն է։ Այսինքն եթե մենք չենք օգտագործում այն ուժը, որը մենք ունենք, իսկ երևի պարոն Միրզոյանը կճշտի, եթե ես սխալ ասեմ, թուրքական կողմի համար սա միշտ խնդիր է եղել, որ մենք Սփյուռքի հետ համատեղ գործում ենք, փորձում ենք ուրեմն ցեղասպանության հարցում եւ այլ հարցերում միշտ այդ սերտ համագործակցությունը կար, միշտ խնդիր է եղել իրենց համար։ Եվ հիմա իրանք գտել են մի տարբերակ, որտեղ իրոք իրանք շատ լավ են իրենց, որովհետեւ առանց այդ բաղադրիչի, առանց մարդկային կապիտալի ուժի մենք իրոք լինելու ենք շատ թույլ եւ գնալու ենք բանակցությունների, որտեղ ել եմ ասում, սատանում այլում քանդրբազությունը, այսինքն դու խոստումներ ես տալիս եւ խոստումներ, որոնք նույնիսկ չես կարող ամիջապես իրականացնել։ Տեսեք, արձագանքը այս արտաքին գործոս նախարարության, հա Թուրքիայի եւ Էրդողանի ելույթը ապրիլի 24-ի հետ կապված։ Ես երբ որ ընթերցում եմ որպես բանակցող, ես մի բան եմ հասկանում։ Ինքը ինչ ասում։ Ինքը ասում է, որ դուք ունեք որոշ ուժեր, որոնք որ խոչընդոտելու են մեր հարաբերություններին, հա, զսպեք այդ ուժերը։ Այսինքն ինքը տալիս է հորդորում կամ նույնիսկ հրահանգ տալիս, ասում է պետք է վերահսկեք այդ ուժերը։ Նույնն էր ասում էր Ալիևը, չէ՞, հիշում եք ռևանշիստ ուժեր եւ այլն։ Այսինքն եւս 2 րոպե մնաց հարցերի ժամանակ։ Ես գիտեմ, ես ավարտելու եմ հեսա մի րոպե 30 վայրկյանից ավարտում։ Ուրեմն ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ իրենք ստացել էին ինչ-որ խոստումներ արդեն։ Ես չգիտեմ մանրամասները ինչպես են իրենք բանակցում, բայց այն Պլատոնի Կարավանձի շոկերից կարելի ասել, որ այդպիսի խոստումներ տրվել են, որ իրանք պետք է կրթեն նոր սերունդ, որը կհամապատասխանի այդ բոլոր պահանջարկներին։ Սա է մեր խնդիրը եւ ավարտեմ երևի Ղուկասից, հա, Քրիստոսի բառերով, որ պարակտված, բաժանված տունը կայրվի, նա չի կարող կայանալ։ Մենք հիմա պետք է մտածենք, մեր առաջնային խնդիրն է ունենալ այնպիսի առաջնորդներ, որոնք որ բոլոր այդ գծերը, որոնք որ պարակտում են մեզ վերացնեն եւ բերեն համախմբման։ Այն համախմբումը, որը մենք տեսանք ամսի 23-ին եւ 24-ին, բայց դա պետք է տեղի ունենա ոչ թե տարին մի օր կամ 2 օր, այլ 365 օր։ Եվ այդ դեպքում մենք կարողանանք խոսել, որ մեր քաղաքական ազգը, որը ինձ համար միշտ եղել է եւ լինելու է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլ նաեւ Սփյուռքը եւ արցախցիները, որ այդ քաղաքական ազգը կարողանալու է ինչ էլ մարտահրավերներ լինեն աշխարհակարգը ձևավորվելու պահին, կարողանալու է հաղթահարել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուղիղ 1 րոպե 30 վայրկյան։ Այժմ անդրադառնալով հենց մեր բանակցությունների, որի մասին խոսում ենք,